Ներկայանա, գիտեմ, որ մեծ մասը ինձ գիտեք, բայց կնեն մարդիկ ովքեր չեք ճանաչում, արվեստի քննադատ, համադրող, երբ որ ներկայացնում ուրիշների արվեստի ասում եմ, որ ես ինժեներ եմ, մշակութային, որտեղ ստեղծում եմ տեղեր, ծրագրեր, հարթակներ, միջավայրեր, նաև երբեմն պլաններ, երկարաժամկետ, ռազմավարական մի խոսքով, տեսակի մեկը, որը նաև ինստիտուտ է ստեղծել, ինստիտուտի տնօրենն է ներկայանում, կտավը ձգված և սկսած նախապատրաստական վիճակով, բայց լույս չկա, համարեք, որ երևակայությունը ձեր շատ է և կարող եք պատկերացնել Արման Գրիգորյանի նախապատրաստած կտավը մետրի կեսը երկուսի վրա ուղղահայաց, այդպես բաներով 5 մաքուր գունաբծերով, որը ինչ-որ առումով մի կողմից ցույց է տալիս նախապատրաստական աշխատանք, այս մարտի դաշտի նախապատրաստություն, մյուս կողմից իմ նման մեկի համար ստիպել չի շարունակել, ոնց որ արդեն սկլավ է։ Եվ այդ տեսակետից, եթե ոչ մի ֆիգուր, ոչ մի էլեմենտ, ոչ մի անեկդոտ չավելացներ Արման Գրիգորյանը, միայն այդ դասավորությունը նախապատրաստական գունաբծերի, այդ դասավորության յուրաքանչյուր անգամ առանձնահատուկ լինել հերթականությունը, անկյունը դեպի կենտրոն շարժման, բավական կներ ասելու, որ դրանցից յուրաքանչյուրը առանձին մի պատկերա լինել։ Մեծ հաշվով ես այսօր դրա մասին եմ ուզում խոսել, իհարկե վերնագիրը արդեն հուշում է, որ ես իմ խոսքի մեջ անդրադառնում եմ այն հարցերին, որը Արման Գրիգորյանի ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ է գրավել։ Ուրեմն ասում եմ, ինչ է արվեստի գործը, հարց եմ տալիս և գաղթում օդի մեջ։ Ինքը արարում է, թե կատարում։ Երեսպես, այդ տեսակետից, եթե մի փոքր է, մեկ երկու խոսքեր Արմանի հետ կապված որ ասել, Արմանի գործի մեջ, ուրեմն այդ երկուսը սկանչելի ձևով միանում էին իրար և այդ միացման կետն է, որ ամենամին պահում է, թե ինչպես է կատարումը փոխադրվում արարման և արարման հիմքում կատարումից բացի ուրիշ ոչինչ չունենալով հանդերձ։ Հղում են դեպի ուր այլ աստվածաշունչ, արարչագործություն, այսինքն մի գործողություն Աստծո կողմից, որի միջոցով ոչնչից ստեղծվում են ամեն ինչ։ Արարումը սա է։ Եթե դուրս բերեք անից պատկերի ոլորտից կամ արվեստի դաշտից, այլ բաժանի մեջ նայենք, իրադրությունների մեջ նայենք, դա նման է կրկեսի, իսկ ոչ մի տեղից է արարական։ Արարման մեջ արարումն չէ։ Ավելի կարող եմ պարզացնել, անելը պարզացնել։ Եվ ես դրան հակադրել եմ ուրեմն կատարելը։ Անելը և կատարելը։ Կա արարման մասին տարբեր տեսություններ, արարչագործության մասին տարբեր տեսություններ, տեսություններից մեկն այն է, երկու հիմնական տեսություններից մեկն այն է, որ արարչագործությունը տեղի է ունեցել մեկ անգամ և միշտ և այլևս դադարել է որպես այդպիսի տեղի ունենալ կամ արարիչը դադարել է արարել, երկրորդ տեսությունն այն է, որ արարչագործությունը շարունակական է, որ ստեղծագործելիս գալիս է մի պահ, երբ որ սկսում ես ջնջելու գործողություններ կատարել կամ լղոզել կամ այդպես քուշով կանել, պատին անել եւ այլն, այսինքն ինչ անել, հագցնել այդ գործը
վերացել գործին հաղորդել անձեռակերպության մեկ հատ տեստ այդ ջնջելու միջոցով կամ միկրոմշակումների միջոցով հասնել ստեղծագործության անձեռակերպության, որը դիտողի մոտ առաջացնում է շնչակտուր լինելու, կարող է առաջացնել շնչակտուր լինելու զգացողություն։ Եվ անունենալ, որ անելը շարունակական պրոցես է։ Հիմա ես ասում եմ բաներ, որոնք արվեստին չեն վերաբերվում, որոնք վերաբերվում են պարզապես մեր լեզվի տարրական էլեմենտներին, տարրական իմաստային էլեմենտներին, բառի երբեմն արմատի մակարդակով։ Մասնավորապես կատարել նշանակում է անել մի աշխատանք մինչև վերջ, այն հասցնելով ավարտի։ Իսկ անելը, որը մտած է արարման, որևիցե արարման հիմքում, ինքը չի ենթադրում որոշակի ավարտունություն, ինքը չի ենթադրում մինչև վերջ գնալ։ Այդ պատճառով անելը եւ կատարելը մի տեսակ մի կողմից գալիս են հակադրվելու միմյանց, մյուս կողմից գալիս են լրացնելու միմյանց, փոխներ թափանցելու։ Արվեստի ստեղծագործությունը դադարում է գործել եկեղեցու հելադրանքի ներքո եւ արվեստագետը սկսում է գործել իր օրակարգի, իր մշակած օրակարգի շրջանակներում կամ խույս տալով եկեղեցական կրոնական հելադրանքներից, այդ ժամանակվանից սկսած արվեստի գործը, արվեստի ստեղծագործությունը եւ արվեստագետը ինքը մի տեսակ մարտահրավեր է նետում կրոնին, կրոնական պահանջները զանցելու, կրոնական օրակարգը զանցելու պարտադրանքին։ Հաստատությունը դաժան երկինք և գետինք։ Չէ, պես մոդերն նկարիչներ է, պես վերևը ներքևը խառնելով, ոնց որ փոլով են ասենք, թե բանը խառնում, կտավը փռում էր գետին, այդպես փորձում էր հաղթահարել գրավիտացիայի կանոնները, որպեսզի նույնիսկ չերևա, թե պարունակում, ռիսկ ուղղված իրեն իսկ, արվեստագետին իսկ, ռիսկ դեպի ներս, ոչ միայն դեպի դուրս, և բայց միաժամանակ հնարավորություն դառնալու ժամանակաշրջանի սիրտը, աչքը, հոգին, որտեղ արվեստագետները մարգարեանում էին այդ իրենց գործերով, ապագան տեսնելու գործերով, իրենց դնելով անպաշտպան վիճակում, իրենց դնելով արարչի վիճակում, արարչին անպաշտպան ունեցել։ Ամենազոր է, բայց միաժամանակ անպաշտպան, եթե իրեն հարվածումից։ Այս վիճակ առաջ տանող զգացումները, ցանկությունները ունենալ, նվաճել, տիրապետել, այն ինչ որ եղել է, ինչ այդ անհնար, այդ ձգտումները, ցանկությունները իրենց հետ բերում են խնդիրներ, որոնք որ վերաբերվում են ոչ միայն արվեստին, արվեստագետին, այլ մարդկության ընդհանրապես։ Գոյապահպանական միաժամանակ հարցի առաջ ծագելն է, որ արվեստագետների մեջ վերամտածելու իրենց պարտականությունները վերա իմաստավորելու խնդիր դրեց։ Ստեղծել նոր լեզու, ոչ թե նոր գեղագիտական իմաստով, որ մենք ձգտում ենք նոր լեզու ստեղծել, որպեսզի ինքը
չլսված չտեսնված լինի, այլ նոր լեզու, որով որ դու կարող ես հաղորդակցել քո շրջապատի հետ։ Արվեստագետը այն ձգտումը, այն կատարելագործելու եւ գերազանցելու ձգտումը, որ մոդեռն արվեստի մեջ կար, մենք տեսնում ենք այդ ձգտման գրեթե իսպառ անհետացում եւ փոխարենը նորանոր տեղերում հայտնվելու եւ նորանոր տեղերում իրեն սահմանելու։ Ասենք օրինակի համար Արման Գրիգորյանը, երբ որ ասում է ով է արվեստագետը, ասում է, որ ինքը ճիշտ է նկարիչ է, բայց ինքը նաև տիեզերագնաց է, նաև տրակտորիստ է, ինքը նաև խանութպան է, ինքը նաև մարսպետ է, ջիպ ունի ավտո եւ այլն եւ այլն։ Մի տեսակ ստանձնում է սոցիալական ամենատարբեր դերեր, որպեսզի ցույց տա նկարչի լիազորությունների բազմադիմությունը։ Այն կոչված է միայն ուշադրություն հրավիրելու երևույթների վրա, որոնք որ իրացելով գտնվում են անուշադրության կենտրոնում, այսինքն բարձր փողի դիտարկում։ Այսինքն արվեստը նպատակ դադարում է տեսակ, հրաժարվում է նպատակը լինելուց, դառնալու համար միջոց եւ հնարավորություն։ Նույն Արման Գրիգորյանը արվեստը իր համար մի հատ տեղ է։ Մի տեղ է ինչով այդ տեղը տարբերում ուրիշ տեղից, նրանով, որ այդտեղ կարող ես անել ինչ ուզում ես։ Նույնիսկ բաներ, որոնք ուրիշ տեղ կամ իրականության մեջ հնարավոր չի անել։ Արվեստը այդպիսի մի հատ տեղ է։ Տեսնում ենք, որ ոչ մի արվեստագետ զրոյից ոչինչ չի անում։ Միշտ կա ինչ-որ մի հատ օրինակ, միշտ կա ինչ-որ մի առարկա, միշտ կա ինչ-որ մի լեզու, միշտ կա ինչ-որ մի տեքստ, միշտ կա ինչ-որ մի նախնական պատկեր, նախագիծ։ Հելադրանքը իրագործել այդ նախագիծը նախագիծը գլուխ բերել մի բան որսալ այդ բանի տակ ինչ ուզում եք կարող եք դնել այդ բան բարի մեջ ինչ ուզում եք կարող եք դնել ոչ մի դեպքում չի կարող ուրեմն գա եւ հակադրել Կողմիզի ասած ամեն ինչ հավերժ էր մինչև վերջացավ։ Հիմա երբ որ վերջանում է, սկսում ես նորից փնտրել այդ ձևերը կոմունիկացիայի։ Այդ մոդեռնիզմը հենց փորձնում է արվեստագետները դառնում են հենց պանիկայի մեջ ընկած նոր կոմունիկացիայի ձևեր փնտրող մարդիկ, ովքեր փորձում են այդ իրանց արարքով գտնել նոր լեզու կամ մի լեզու, չասեմ նոր, մի լեզու, որով հնարավոր է նոր ձև կազմակերպել շփումները։ Ավելորդության հանգամանք կա այդտեղ, այսինքն լինելը ինքնավորելու հանգամանք կա, որտեղ նայում ես վերական ժամանակաշրջանին արվեստագետի կարիքը չկա։ Դե մեծ հաշվով, ինչի չկա, որտեղ բոլորն են արվեստագետ։ Առանձին արվեստագետի կարիք չկա, որտեղ բոլորը արվեստագետներ, իսկ ստատուսով կամ դիպլոմով կամ բանով արվեստագետները, արվեստանոցով արվեստագետները մի ձև կա իրենց գոյությունը արդարացնեն, ամբողջ քթալի պես տարբեր տեղեր մտնեն, ներվայնացնեն հասարակության մի կողմից, ինչև որ հասարակությունը չհասկանա, որ առանց այս ամբողջ քթալի իրենք երջանիկ չեն լինի գոնե։ Հասարակության մեջ կամ ես իրենց ասում եմ չարվեստագետների հասկացնել, որ դուք արվեստագետներ բարձրապես չեք ընդունում դա։ Հա, վերջո այդ մոդեռնիզմից հետո արվեստը փորձում է այդ անվերջ։
Ռեֆլեքսիան երևի ամենակարևորը։ Ասկել մինչև չարվեստագետը չլինի, արվեստը չի կարելի։ Հա, պարզապես այստեղ արվեստագետի բանը, հանձնարարությունն է, էլի, որտեղ մինչև ինչ տեսակ հանձնարարություն ասես ստանցնում է, բայց որ ոչ արվեստագետների մեջ, սովորական մարդկանց մեջ արվեստագետ լինելու գիտակցությունը արտնացնելն է, որպեսզի նախ իսկականից այդ հաղթահարվի այդ բաժանվածությունը, որտեղ երաժշտությունը ունենալու երաժիշտը չի կարող ստեղծել եւ շարունակ։ Ուղղակի տարբերություն կա, ասենք մոդեռնիստ արվեստագետը գրում է, ընթերցողը ընթերցում է, նկարում է, նորը դիտում է, բայց ինքը ամբողջովին ներգրավում է դիտողին, կլանում է։ Դիտողը ընթերցողը դառնում է հայեցողի հետ արդիական շրջանում մեր ժամանակներում արվեստագետը անում է մի բան, որը գրեթե ոչ մի բան է, մինչև նայողը չի մտածում այդ մասին, թե դա ինչ է։ Այո, եւ ոչ միայն, նաեւ մեկ ուրիշ հանգամանք ստատուսների հետ կապված հարցը, ստատուսները հանելու, անկարևոր դարձնելու, այսինքն ստատուսի դիրքի պաշտոնի սիմվոլիկ կողմը, սիմվոլիկ ստատուսի սիմվոլիկ բանը հանելու եւ օպերացիոնալ դարձնելու, այսինքն արմանի ստեղծագործությունը կարևոր ուրեմն տեղագրավում մեր ժամանակակից արվեստում, ինչ որ առումով կարելի ասել, որ ժամանակակից արվեստը Արման Գրիգորյանը դարձրեց փաստ։ Մինչև Արման Գրիգորյանը ժամանակակից արվեստի էլեմենտներ դրսևորել էին։ Բայց երբ որ ուզում ենք ասել ժամանակակից արվեստ, Քրևսկիս, Բիերակետ, դա բանաձևային մակարդակով դա Արման Գրիգորյանի ստեղծագործությունն է,